Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ կրկին ու կրկին մեզ ավաքել է իր սուրբ խորանում, իր սուրբ անարատ վարդապետությունը մեզ փոխանցելու, որտեղ յուրաքանչյուր վարդապետական սյան հետևում թաքնված են բազում հիմքեր Աստվածաշնչյան, ամեն։ Եթե մի եկեղեցի այս վարդապետական սյուներից որևիցե մեկը չունի, տասնյակ համարներ ուրեմն զանցար է։ Ուրեմն այդ եկեղեցությունները պակաս են ու քամուց փոթորիկից կփլվեն, ամեն, ավազի վրա է հիմքը։ Իսկ եթե եկեղեցին յուրաքանչյուր տառով, վանկով իր վարդապետությունը հիմնում է Աստվածաշնչի սուրբ անարատ խոսքերի վրա, քամիները զարկեն այդ եկեղեցուն, անձրևներ կան, կարկուտներ, փոթորիկներ, այդ եկեղեցին անխախտ է մնալու, որտեղ Աստծուց հզոր ոչ ոք չի։ Եվ եկեղեցին հիմնված է Աստծո խոսքի վրա, ուրեմն Աստծո վրա, ամեն։ Իսկ Աստծո վրա հիմնված եկեղեցին սատանան չի կարա քանդի։ Նա քանդելու փորձ, քամի փոթորիկ կանի, որ մեզ վախացնի, չէ, բայց մենք չունենք նահանջելու տեղ։ Սա մենք զորություն չունենք ճշմարտությանը հակառակվելու, Աստծո խոսքին հակառակվելու։ Մենք զորավոր ենք ճշմարտությունը, Աստծո խոսքը պահելով, ամեն։ Երբ դու Աստծո խոսքը պահում ես, Սուրբ Օգու զորությունը քեզանից չի եռանում։ Երբ դու Աստծո խոսքը ծռում ես, քեզ թվում է Սամսոնի նման զորություն ունես, հլնում ես, տեսնում ես ինչ արդեն, փրշտացիներն եկան, կալանավորեցին, տարան մազերդ կտրեցին, աչքերդ հանեցին եւ էշիտեղ օգտագործում են իրենց համար աղորիկի քար պտտեցնելու, ամեն։ Մեռնես ավելի լավ չի, որ դու պետք է գնաս Իսրայելի հզոր դատավոր լինելով թշնամու համար հաց պատրաստես եւ նրա ջրաղացը պտտեցնես։ Մեռնես ավելի լավ է, չէ՞։ Դրա համար Սամսոնը նախընտրեց ավելի լավ է մեռնել, մեռնելով վնասել ու զղջալ եւ վնասել թշնամուն, ինչը որ աչքերը բաց ժամանակ չեր արի, ամեն, կուրանալով Դալիլայի կրքից։ Նա նախընտրեց մի քանի հազար փղշտացիներ կոտորի ու ինքն էլ մեռնի եւ ազատվի այդ անարգ աշխատանքից, որ թշնամու ջրաղացի քարն էր պտտեցնում։ Քան թե ապրի այդ վիճակով, ամեն։ Ու այսօրվա հովիվներ մեռնեն ավելի լավ է, թեկուզ էդի ես չեմ ասում, անիծում, ասում ես, իրանց գործի բերումով եմ ասում, ավելի լավ է չլինեն, քան թե սատանայի համար աշխատեն եւ ազատ անառակ կրոն տարածեն, ամեն։ Ուրեմն այսօրվա մեր թեման է էլի կրկին մեր երկրորդ վարդապետական գրքի 8-րդ շեղմանետ կետի վերջի կետն է։ Ինչն էր 8-րդ կետը, որ եկեղեցու շեղումներն ա լուսաբանում։ Շատ եկեղեցիներ ընդունել են աշխարհի պղծված եւ կռապաշտ կերպարանքը։ A կետով, B կետով խոսեցին, որտի մեկուսանան, աշխարհի պիղծ ցանկություններից հեռանան եւ ամենակարևորը, որ տեսանելի է, կռապաշտությունն է, ամեն։ G կետը վերաբերվում է արտաքին զարդարանքներին պճնվելուն, ինչպես Հեզաբելն էր անում եւ ինչպես Բաբելոնի անառակ, ամեն։ Այն եկեղեցին, որ թույլ է տալիս քուրերը ձևի պճնվում են եւ զարդարվում են, այդ եկեղեցին պատկանում է Բաբելոնի անառակին։ Իրանց մեջ կա Հեզաբելի ոգին, ամեն, եւ դրանցից կբխեն շնություն, կռապաշտություն եւ այլասերվածություն։ Չի կարա արտաքնապես իրեն սիրողը, զուգողը, զարդարողը, ամեն գրգռիչ տեղերը բացողը չընկնի մեղքերի պղծությունների մեջ, ամեն։ Այդ անձի սերը կնպաստի, որ Տերը հեռանա ձեզանից եւ դուք ամեն այլանդակ կրքերով եռաք եւ մարդկանց մեղքերի մեջ գցեք եւ դուք էլ շնանաք եւ պղծվեք, ամեն։ Ինչ ասում Հռոմեացիների առաջի գլուխը։ Եվ Աստված նրանց անարգ կրքերի մատնեց, որ խայտարակ լինեն։ Ոնց մատնեց։ Հստակ զգացիք շնություն արեք, ոչ, Աստված եռացավ եւ սատանան պոռնկության ոգու, շնության ոգու միջոցով եկավ եւ տարավ խայտարակեց դրանց։ Ամեն, որպեսի շատ հավատացյալներ տեսնեն, ասեն անարժան, դու անպիտան ես, Աստծո անունը բերանից չառնես, այ այլասերված։ Մենք ինչքան գիտենք, Աստված սուրբ է, դու պոռնիկ անառակ ես, գող, այլասերված, պիղծ ու ասում ես ես հավատում եմ Հիսուսին։ Այդ դևերն էլ են հավատում ու սարսափում, բայց եթե պղծությունն ու չարությունը չեն թողում, ուրեմն այդ հավատքը դիվային է։ Ասում է դու քո հավատքը ցույց տու առանց գործերի, սուրբ գործերի։ Ես իմ հավատքը ցույց տամ սուրբ գործերով։
Հիմա ձեր մտածելով Աստված հավատքը պիղծ գործերի հետ կընդունի, թե հավատքը սուրբ անարատ գործերի հետ։ Այն հավատքը դիվային է, դևերն էլ կհավատան ու կսարսափեն, բայց չարությունն ու պղծությունը չեն թողի։ Այն հավատքը, որ քեզ տանում է պղծության ազատագրման, պղծությունից լման ազատման, այդ հավատն է աստվածայինը։ Այն հավատքը, որ դու հավատում ես ու այլասերված կյանքով ես ապրում եւ աշխարհից չես տարբերվում, այդ հավատքը խաբկանք է, այդ հավատքը դևերի կողմից բերված է, ինչպես Առաջի Տիմոթեոս 4 գլխում ասում է, որ վերջին օրերում շատ քրիստոնյա հովիվներ դիվային վարդապետության ետևե կվազեն, ամեն։ Իսկ ո՞րն է դիվայինը, դևերի ուսմունքը, որ քեզի արտոնում են, որ դու ազատ շնորհքի տակ ես մեղ գործի, Քրիստոս կգա քեզ կսրբի երկինք կտանի։ Սրանք չարաչար սխալվում են եւ խաբված են։ Պողոս առաքյալն ասում է, եթե շնորհքի տակ ենք մեղ գործենք, Քրիստոս մեղքի պաշտոնյա եղավ, քավլիցի, աննարա, շնորհքը դուք սխալ եք հասկացել։ Շնորհքը քեզ չի ասում դու ազատ ես մեղ գործի, Քրիստոս կգա քեզ կսրբի երկինք կտանի։ Շնորհն ասում է դու չես կարա սուրբ կյանք ապրես, դու մեռի, ես գամ քո մեջ ծնվեմ, մեծանամ, քո փոխարեն ես պահեմ ու քեզ նվիրեմ սուրբ կյանք։ Ամեն։ Շնորհն է սա։ Շնորհն ասում է ով անպիտան, դու չես կարա մի պատվիրան պահես, ես պետք է գամ ծնվեմ, մեծանամ, ես քո միջից պահեմ, նվեր տամ քեզ այդ կյանքը։ Բայց դու պետք է ունենաս այդ կյանքը մեկը։ Դու պետք է սուրբ կյանք ապրես, բայց ոչ քո զորությամբ, ապա քո մեջ բնակվողի զորությամբ։ Այս է շնորհքի եւ օրենքի տարբերությունը։ Ասում է օրենքը, այդ մեղքի մահվան օրենքը, պահա որ ապրես այս օրենքը։ Մեջտեղ եկավ, որ մեզ դաստիարակի մեր բնությունը մեզի ցույց տա ինչքան չար ենք ու մեզ Քրիստոսին տանի։ Օրենքը մեր դաստիարակն էր մեզ Քրիստոսին բերելու։ Ամեն։ Ուրեմն հիմա կարդում եմ շեղումը, բուժումը եւ վերջի երրորդ կետը, ամեն։ Շատ եկեղեցիներ ընդունել են աշխարհի պղծված եւ կռապաշտ կերպարանքը, սի փաստ բոլորը տեսնում եք անզեն աչքով։ Բուժումը հնար կա ազատվելու, զատվել աշխարհից, կարդացին, չէ՞, մեկ էլ դասընթացներին, նվիրվել գրքի աղոթքի կյանքին, ամեն։ Կռապաշտ ցանկություններից ազատագրվել եւ վերջինը կկարդանք ինչից ազատվել։ Հիմա ճշմարիտ եկեղեցին պիտի բաժանվի աշխարհից եւ նրա բոլոր պիղծ ցանկություններից, գործերից եւ ցանկություններից։ Սա բուժումն է, որը հույս կա, որը մեր կյանքում կատարածվի, բոլոր եկեղեցիներում էլ կլինի, եթե նրանք զղջան դառնան Աստծուն։ Ամեն։ Եվ հիմա գեկետը ընթերցում եմ, որ արդեն մենք կարդացել ենք ճշմարիտ հավատացյալի ժամանակը պետք է ծախողարնի մեկուսանա աշխարհից ու նվիրվի անդադար աղոթքին ու գրքի սերտողությանը։ Երկրորդ կետը ճշմարիտ հավատացյալը պիտի բաժանվի աշխարհի բոլոր պիղծ գործերից ու ցանկություններից եւ ոչ մի բանով պիտի չունենա աշխարհի պղծված կերպարանքը եւ գեկետը արդեն կկարդամ համարներով։ Իսկ եթե ուզում եք մնացած դասընթացները մենք արդեն թողել ենք, դրված է համացանցում, կարդացեք ու թող ձեզի պարզ լինի, թե աշխարհիկ հավատացյալներ ոնց կարակոր օրի աճելով սրբությունը կատելագործեք եւ բուն Հիսուսի նման քայլեք, խոսեք ու գործեք։ Դա միայն լինում է հոգու լեզությամբ, վերափոխվելով օրի ասովախն ու սրբությունը ձեր մեջ կատելագործելով, միանգամից չի ստացվի։ Ով կասի միանգամից դու սուրբ կդառնաս, չէ, միանգամից դու սրբանում ես։ Մի վարկյանում այդ զղջման աղոթքի միջոցով ամեն, բայց տարիներապետ, որ հինը հանես Քրիստոս ակնես, Հիսուսի նման սուրբ լաս, հաղորդության անդամ դառնաս եւ ըստվերը դբուժի հազարներին, ամեն։ Սա իրոք երկար տարիների հարց է, բայց սրբանալը մի քանի վարկյանի, անգամ մի րոպեում զղջման աղոթքով դու սրբանում ես Հիսուսին անձնական Տեր ու Փրկիչ ընդունելով, արյան եւ խաչի զորությունն ընդունելով մեղքերդ ներվում է եւ դու համարվում ես սրբացած նորածին մանուկ, ամեն։ Իսկ նորածինը որ աճի ու չափած դառնա, սրան օրեր, ամիսներ, տարիներ վարպետություն է պետք, ամեն։ Ճշմարիտ հոգեբարձուների ձեռքի տակ մեծանաք, չափած դառնաք, պրակտիկա ասնեք եւ հզոր սրբեր դառնաք, ամեն։ Հիմա երրորդ կետը
ճշմարիտ գկետնա մեր հեսուրաթեման սրանով ավարտվում է 8-րդ կետը վերջնական էսի կռապաշտությունից ազատագրման թեմանա ճշմարիտ ավատացյալը չպիտի զուգվի ու զարդարվի ոչ մի տեսակի կուրքերով որը քոմոր որովայնից Աստված քեզ չի տվե ծակակաժներ չի տվե ծակ քիթ չի տվե կամ փորի վրա ծակ տեղեր չի տվե, որ դու շարես քարեր ու քո մերկությունը ցուցադրելով գրգռես տղամարդկանց։ Հասկանում եք, այդպես չի տվե։ Սա մարդն է անում կրքերից դրդվելով։ Հիմա գրեք համարները հաստատող, էսի են ուղիղ շեշտակի համարներն եմ գրել, թե 9 ուխտից, թե 9 ուխտից։ Ուրեմն ճշմարիտ ավատացյալը չպիտի զուգվի եւ զարդարվի ոչ մի տեսակի կուրքերով։ Իսկ կուրքը գիտեք օտար աստվածները, մատանիներ, վզնոսներ, կկարդան կբացատրենք ինչը որ օտար աստված է համարում, ըստ գրուկը։ Իսկ եթե դու ասում ես մի մատանին օտար աստված չի, դու ասում ես մի շնությունը շնություն չի, բայց զատոտուց հասկսում, մեկը որ բազում է դառնում։ Ով որ բոլոր օրենքը պահի, ու մի բանում անցավոր լինի, նա բոլոր օրենքի դեմ է անցավոր է։ Իսկ երբեք էլ ձեզ չի փրկի նշանադրության մոտան ու ուսմունքը, որտեվ այդ Ռեբեկայի դեպքից հետո Հակոբ ու շատ սրբեր պատվիրել են, որ հանեք ձեր վրի բոլոր օտար աստվածները, հենց էսի որ կարդում եմ ծննդոցը։ Իսահակի ամուսնությունից հետո է 24 Իսահակի ամուսնությունը 35-ում Հակոբը տեսեք ինչ է ասում։ Հակոբը Իսահակի որդին է, ամեն։ Ռեբեկայի զուգել զարդարել Եղիազարի ձեռքով հարսին տանել դեպի Փեսան, սա հարս եկեղեցու զուգվելու, զարդարվելու, պարկեշտանալու եւ հոգեվոր զարդարանքներով զարդարվելու եւ Փեսային դիմավորելու մասին է խոսում։ Թե չի կարա սուրբ գրքի հարյուրավոր համարներ, տասնյակ համարներ հակասի այդ մի համարին, որ Ռեբեկան ապարանջան, Եղիազարը ապարանջան դրեց բանին, Ռեբեկային, կամ վզնոց, կամ էս, կամ են, սա չի կարա հակասի մնացած համարներին, մի հատ հարց տվեք ով էր Ռեբեկան, ով էր Իսահակը և ով էր Եղիազարը, և ինչի Իսահակի Աբրահամը ծնեց Իսահակ, Իսահակը Հակոբ Եսավ չէ, ինչու հենց Իսահակի Հակոբ նվիրյալ զավակը իր ընտանիքին պատվիրեց անել այդ կուրքերը, բա ինչի Եսավի սերունդը, մի հատ այդպես բան, Եսավը մի հատ այդպես բան չասեց քանանացի իրակիներին, չեր էլ կարա ասի, որտև Եսավը Եսավ է մնում, նա մարմնավոր ավատացյալի, այս շնացող ավատացյալների խորհուրդն ունեին, իսկ Հակոբի ընտանիքը սուրբ անարատ եկեղեցու, ամեն, ու միշտ էլ տենց էլ է, մարմնավոր Իսմայելները միշտ հալածել, ծաղրել են սուրբ նվիրյալ Իսահակներին, բայց մեկ օր Աստված ասում է դուրս արա դրան, ամեն, դա իմ որդու հետ բաժին պիտի չունենա։ Իսկ ես չեմ ուզում, ավելի ճիշտ իմ Տիրոջ հոգին, որ իմ մեջ է բնակվում, չի ուզում, որ դուք մի օր դուրս վռնդվեք, ամեն, հավատակ քանան եք գնում, բայց անապատում մեռնեք, քանան չհասնեք։ Պարզա գրեք համարները, որ դուք օտար աստվածներ պիտի չկրեք, եւ իշտ օտար աստվածները, ծննդոց 35-ի 2-4, ոսկյա մատանիներ, ականջողեր, վզնոսներ, ինչը քո մոր որովայնից քո վրա չիել է, դու շինել ես, դու դրել ես, դու քթիդ վրա, ակաժներիդ վրա, պորտիդ վրա ամեն տեղ ավելացրել ես, եղունգները տաշում ես, նորեն կպցնում ես, դու ասո անթերի արարչագործությունը թերի ես համարում, որ դու մարդ ворդ լինելով կարաս ասո դրածից, ասո շինածից ավելի գեղեցիկն ու որակովը շինես, այս սա է համար առաջի մեղքն ու կռապաշտությունը, ամեն։ Ճշմարիտ ավատացյալը չպիտի զուգվի ու զարդարվի ոչ մի տեսակի կուրքերով։ Ծննդոց 35-ի 2-4, ծննդոց 35 2-4, Ելից 33 4-6, փոքր կուրքերը դրանից բխեց և շինվավ մեծ կռապաշտություն, ամեն, դրա համար Մովսեսն ասավ մաքրեք, որտեղից եկել է պիտի բնաջնջվի, ամեն, որ հաջորդ անգամին նույն սխալը չգործեք։ Ելից 33 4-6, Երեմիա 4-30, Ovse 2-13, Ovse 8-4,
Գնացին նոր կտակարան, ուղիղ գրված է, առաջի Տիմոթեոս 2:9, առաջի Պետրոս 3:3, հայտնություն 17:4։ Հեզաբ Բաբելոնի անառակը, որ զուգվեց արդարվեր էր, ինչ ասավ, ասա որդնություն թափի սրա գլխին, սա կրկնակի տառապանք չէ, ինչքան իրեն փառավորեց, այդքան ավելի շատ տառապանք ու չարիք թո թափի նրա գլխին, որը կընթերցե։ Ամեն։ Ուրեմն գնացինք Ծննդոց 35:2-4։ Կարդամ, հիշեք սա, այս դրվագը գրվել է Իսահակի ամուսնությունից հետո Իսահակի որդի Հակոբն է պատվիրել, ոչ թե Եսավը։ Եսավը չէր կարա պատվիրել, նա մարմնավոր կռապաշտ էր ամեն։ Նվիրյալ Հակոբը միայն կարար խստությունը դներ, հատկապես Լաբանի տնից բերած կռապաշտ իրակիների վրա, ամեն, որտեղ Լաբանը լրիվ մարմնավոր նյութապաշտ կռապաշտի մեկն էր, եւ իր աղջիկները իշեք Ռաքելը գողցավ կռապաշտ էր, Ռաքելը գողցավ Լաբանի կուրքը ու տենցել մեռավ։ Իսկ եթե դուք անգամ հանեք այդ կուրքերը պահեք ձեր տներում, ձեր սրտից չհանեք, կմեռնեք ու Բեթելը չեք վայելի Ռաքելի նման։ Ամեն, հանեք ու աղբամարեք, վաճառեք եւ ընծայեք Տիրոջ փառքին, թե ձեր տան մեջ, թե եկեղեցում, ամեն ինչ Աստված հրաման կտա, բայց մի սարքեք կուրք եւ հույսը տելդի դրա վրա, մեկին հարցվեցի, ասի ինչ ես պոմ, ասավ ներին կծախեմ հաց կառնեմ երեխեքիս։ Մի խոսքով դա իմ ների ժամանակվա Աստվածն է։ Չի ասում ների ժամանակ Քրիստոսը կգա, հրեշտակին կուղարկա եւ իմ զավակին հաց կտա, ամեն, ների ժամանակ։ Բավորետի գողանան ասուտ գողանում են, ասենք եկան այդ կուտակածը տարա, ների ժամանակումն ես դիմելու։ Կասես էլ չկա Աստված։ Այո, դու տենց էլ կասես, որտեվ քո Աստվածը քո մամոնան է։ Բայց ասում է բացարձակ աշխարհը ման եկա չտեսա արդարը երեսը ձգված եւ անոր զավակը հաց մուրացող։ Ամեն օր կողորմի ու փող կուտա անոր սերունդը օրհնված։ Ամեն։ Ես էս ասում եմ հավատում, որ անապատում էլ լինեմ Եղիայի նման պիտի ագրավին հրաման տա, որ ինքը լեշի սիրար էթանոսը, ինքը պիտի շուտի բերի ու տա ինձ, ամեն։ Ասո առաջին ուղիղ ողորմած մարդուն, որ նա երբեք աղքատից իր ականջը չի գոցե։ Աստված էլ չի թողում, որ նա գոցված մնա, ամեն, նրա հանդեպ էլ նրա աղաղակը շատերը չլսեն, հատկապես Աստված չլսի ու չողորմի, Աստված չի թողի։ Եթե դու ուղիղ ես Աստծո առաջ, ողորմած կյանքով ես ապրել, դու միշտ կտաս ու քո զավակը երբեք սոված չի մնա, ամեն։ Ես ու տենց գիտեմ Սուրբ Գիրքը։ Ուրեմն Ծննդոց 35:2-4 Եվ Հակոբը, որպես եկեղեցու հովիվ, բացատրում եմ հայր ընտանիքի, ոնց որ ես ձեզ եմ ասում։ Եվ Հակոբը ասաց իր ընտանիքի բոլոր իր հետ եղողներին. հեռացրեք օտար աստվածները, հիմա տեսեք իշտա օտար աստված, որ ձեր վրա կան, որ կան ձեր մարմնումը, մարմնի վրա կրում եք, եւ ինչը ձեր մոր որովայնից չեք ստացել, մարմնի վրա, կասեք հագուստով էլ չենք ելել, մնենք մեր ֆրանկ, ոչ, մարմնի վրա դու հագուստը հագնում ես, որ ամոթալի տեղերը չերևա, բայց այդ կուրքը կրում ես, որ սիրունիք երևաս, այդ լավ տեղերը գրգռից ցույց տաս ավելի փելփլուն, ավելի փառայեղ կերպով, ամեն, քթիկը սիրունա երկատել փայլուն քարես դնում, ականջդ արդեն ենկախ մի տեղով էր իմի արենեն 5-ից 6 տեղ են ծակում, սիրունիկ ասնում ես չես, ոչ թե հակնում ես են շոր, որ իրականից ծածկես ակաժները, ամեն, եթե դե շոր հակնեիր հոգևորեիր, մենակ աչքերդ բնար բաց, ինչպես առաջ էր, չէ, ինչպես Աբիմելեքն ասավ 1000 կտոր արծաթ տվեցի, ամուսնուդ որ քումար շոր առնի, որ տղամարդկանց մեջ էլ մտնում ես դեմքդ էլ փակես, որտեղ նայվածքդ խելքից կհանի մեզ, ամեն, իրոք խելքից խարեց, շատ գեղեցիկ էր, չեմ ասում Սառան հենց ատես կրկոտ աչքեր ուներ, բայց այնքան գեղեցիկ էր, հենց Աբիմելեքն ասավ փագա, որ օտար տղամարդկանց մեջ կմնաս, կմտնես, օտար տեղեր կգնաս, որ շատերին մեղքի մեջ չգցես, ամեն, մեկը բռնի ու քո այդ պարկի շնություն անա ու
հարված ուտի Աստծուց։ Հերակոբը ասաց իր ընտանիքի բոլոր իր հետ եղողներին. հեռացրեք օտար աստվածները, որքան ձեր միջումը, եւ մաքրվեցեք, ուրեմն օտար աստված կրողը մանմաքուր եւ պիղծա, եւ մաքրվեցեք եւ ձեր անդերսները փոխեցեք, եւ վեր կենանք, գնանք վեր դեպի Բեթել, եւ այնտեղ սեղան շինեմ այն Աստծոյը, որ իմ նեղության օրը ինձ լսեց, եւ իմ գնացած ճանապարհումը ինձ հետ էր։ Եվ բոլոր օտար աստվածները Հակոբին տվին, որ իրես ձեռքին կար, ձեռքին ինչ կար, մատանիներ, եւ իրենց ակաժներում եղած օղերը, ականջողեր, ստե մի գրված չէ վզնոստեր, բայց սա մնացած տեղերում գրված է ոսկյա զարդեր, ամեն։ Եվ իրենց ակաժներում եղած օղերը, եւ Հակոբը թաղեց նրանց Սիվքեմի մոտ եղած բերեկնու տակին, պահեց էդի ժամանակին, երբ պետքա գահանա որպես եկամուտ կօգտագործի, ամեն, հանեց, իրանց վրից հանեց, չթողեց տող մնա։ Ինչ խորհուրդ ասա, որ մենք որպես եկեղեցու հայրեր ձեզի պատվիրենք, որ ձեր մոր որովայնից ոնց դուրս եք եկել, բացի հանդերձ պարկեշտ հանդերձ ակնելը, ուրիշ բաներ մի արեք, հունքերը մի փիդրեք, թշիկները մի ներկեք, եղունգները մի գունափոխեք, որևիցե բան մարմնի վրա մի արեք, որտեվ դուք բարի եւ կատարյալ եք արարվե, ամեն։ Աստված ասում է արարած եւ ասավ ամեն բան բարի է, թերի բան չկա։ Երբ դու դնում ես գունափոխում ես, կամ լրիվ փոփոխություն ես անում, են մեկ էլ լեթումա ասում է դուրս չի գալու որ կինեմ ծնվե, գնում եմ տղամարդ դառնամ, հələ պատկերացրեք քիչ մխմորը բոլոր զանգվածը կխմորի։ Հիմա ասում է չեմ սիրում, ես ուզում եմ որ ծակակաժներով լինեմ, Աստված ցերի է, մոռացել է ծակերն անի, ես դու դեմը որ դու չես առնում, արդեն գնում է սեռափոխություն անում։ Հասկանում եք քիչ մխմորը ոնց է, քիչ ավելի այլանդակ խմորների մեջ հայտնվում։ Դրա համար էլ դու ասու արարչագործության վրա թերություն մի դի, եղունգներդ ներկելով, եղունգներդ փոխելով, հունքերդ փիտրելով, տատո անելով, պրոշներս բարակա, ամուսինս ուզում է որ ուռած պրոշ լինի, վերջ է, սենց էլի, կրքերը ստիպում են, որ դու աղավաղես ասու արարչագործությունը, կրքերն են, այդ այլանդակ կրքերն են ստիպում, որ դու կես բացես, մարմինը ծակես, փալփլուն քարեր շինես, տեղադրես, ամեն, որ քարերի փայլից գրավեն գանքով վրա։ Պրոշներն են ծոկում, դնում այդ քարերը, ձեր տուրը շինվի, այդ կարելի է այդ աշխարհասիրությանը մոտ ես քրքրել, ծակրտել քո մարմինը, կարելի է, բոլտ ու գայքով բաներ են դնում, ես մի օր տեսա շշկռվա։ Պատյացեք, որ Սամալյոտը մտնելուց զանգ ատալ, պրոշիներից քանդում խանում են այդ երկաթեղենները շպրտում են, նոր էլ չի զնգում։ Հասկանում եք ինչա, ինչքան է սատանան հիմարացնի մարդկանց, եւ ինչքան են մարդիկ ապստամբե Աստծո դեմ, որ Աստծո դրած ամեն ինչը մարմնի վրա ուզում են փոփոխություն։ Անկամ սեռ են փոխում, որ տղամարդը զավակ ունենա, կինը չունենա։ Հասկացաք, սա էս փոքր մեղքերի այլանդակության հետքերն ամեն, որ քիչ մխմորը ամբողջ զանգվածը խմորում եւ օր-օրի ավելի այլանդակության են գնում։ Ուրեմն ոչ մի տեսակի զարդ ու զարդարանք պիտի քո վրա չլա ամեն, փոքր մեղքերը մայրն են մեծ մեղքերի։ Հիշում եք ելից գլխում, որ օրթը շիրեցին ու պաշտեցին։ Փոքր կուրքերից չդարավ այդ մեծ օրթը։ Դուք կարաք հիշեք ինչիցին պատրաստ է այդ օրթը։ Կիների վրա ունեցած ոսկիներից, կարդամ լսեք, երբ Մովսեսը թողեց Ահարոնին և Սարը գնաց, 32-ից կարդամ, բայց մեր թեման է 33-4-6, ինչի հենց եկավ Եհովան ասավ թողանեն իրանց վրի բոլոր օտար աստվածները, որ հեքուստը կարանան նորից չգնան ոսկի հորդ շինեն։ Որովհետև այդ Մովսես մարդը որ մեզ Եգիպտոսի երկրից անեց, բայց չի անդիմանում, ինչի Մովսեսն է հանե, այստից է իր ասկուրությունը։ Չգիտեն, թե ինչ եղավ նրան։ Ահարոնը նրանց ասաց, ձեր կանանց, ձեր որդիների և ձեր աղջիկերանց ու շատ իր ականջներին, վերջը մատներին,
վզերին, ոտքերի այդ զարդարանքները կար չէ, որ կապում էին ու շխշքոց էին անում։ Ձեր կանանց և ձեր որդիների և ձեր աղջիկերանց ակաժների եղած ոսկի օղերը հանեցեք և ինձ մոտ բերեք, և հանեցին, բերեցին, ձուլեց և սարքեց որդը։ Հասկացաք որտից եկավ, փոքրիկ կռապաշտությունները հավաքվան միաբանվան իրար և դառավ մի ձուլածով ոսկե մեծ նզովյալ որդ։ Այ որպիսի դրա դեմը առնի, որպիսի դա ուզենան բայց չկարան սարքեն, ելից 33-ում, երբ Մովսեսը գնում է բարեխոսում, տեսեք Աստված ինչ է պատվիրում Մովսեսին։ Մենք այսօր ձեր վրա Մովսեսներ ենք, և ինչ որ մեզի պատվիրում է, պետք է փոխանցենք ձեզ ու ձեզի զերծ պահենք կռապաշտությունից և աշխարհի պղծված կերպարանք ստանալուց։ Այդ կուրքեր շարել, ցուցադրել էս կլիպների մեջ ով է անում։ Հարսանիքի ժամանակով թանգանած բրիանդունիլը ուշադիր նայեք, մատը անընդհատ թափահարում է, որ մարդիկ ուշադիր լինեն, էլ նայեք կամ խշխշոց է անում։ Մատ բարեկամ ունենք, ես բրասլետները գցելա թերերը ոսկուց, այս կոստյումը կշտում է, որ ես ձեռներից վրեն այդ իրա ոսկյա բրասլետները տեսնենք։ Այդ է ժողովուրդ։ Դու դի չես անում, որ տեսնեն քո առաքինը, անում են, որ տեսնեն դու իշքան հարուստ ես, իշքան ոսկյա բան ունես, իշքան հասցեպ կարաս կրես, էլ խաչել կրում ես կիլո կիսնոց։ Դու էդի քո մարմինն ես ցուցադրում, քո փառքն ես ցուցադրում, թե դու ինչ ունևոր ես, դու չես ցույց տալում, թե Քրիստոսի այդ խաչի խորհուրդն ինչ։ Հասկացաք։ Դե հիմա տեսեք, որ դրա դեմը ուղիղ առավ։ Ելից 33-ի 4-ից 6-ն եմ ընթերցում։ Եվ ժողովուրդը լսեց, դե ելավ Սարը եկավ ու հանդիմանեց, և ժողովուրդը լսեց այս խիստ խոսքը և սուգ արին, որտեղ որ թե բարկացել էր Աստված ժողովրդի վրա։ Եվ ոչ մեկը իր զարդն, ուշադիր, զարդերը չի ասում, զարդն, ինչպես Տիմոթեոսի և Պետրոսի թղթերում մեկին վկայում է ասում, դե ոսկիների շարք չլինի, բայց այն մյուս համարը, որ կարդացի ոսկի, ասավ ես պարտվա։ Աստեղ ասում է ոչ ոք իր զարդը, թեկուզ մեհատ, չի ասում զարդերը, ոչ ոք իր զարդը իր վրա չդրավ։ Ինչի համար, որովհետև Եհովան ասել էր Մովսեսին, քննարկեցին չէ որտեղից բխեց, ոնց շինեցին հորթը, սրանք ելի ունակ են հորթ շինելու, ուրեմն Մովսես ջան զրկում ենք սրանց հնարավորությունից, նոր տանում ենք ապաշխարության, ամեն, որ հանգարտ ես ապաշխարության ճանապարհին տկարանան, նորից հնարավորություն չունենան հորթեր շինեն, ամեն։ Այ դրա համար պետք է բռնես ու գնաս մինչև վերջ, որտեղից եկավ սրաս մեղքը։ Ուտեիչ ինչպես Աստված չէ, հələ տեսեք, երբ Ադամն ու Եվան մեղանչեցին, ինչ դատ արավ։ Ադամ գնաց հարցրեց, ուր ես, քո ստեղծած կինը ընձի համոզեց, կին ես ինչ արիր, բայց քո ստեղծած օձը վայ արավ, դու չստեղծիր դրան, դու չթողիր, ես ինչ անեի, չէ, Ադամն է, օձ ես ինչ արիր, սատանան արավ, չէ, վերջում քեզ արդարացնելով Աստվածն է քո գործերով հանցավոր դառնում, չի ասում դու քեզ արդարացնելով Աստծուն ես ուզում հանցավոր ունես, վերջում սա բարթեցին Աստծու գլխին, չէ, դու չստեղծիր այդ սատանին, դու սատանին բռնիր կապիր չիկեր ինձի բզբզել ես էլ չանեի, օձ ասում դու չթողիր գերի մտների մեջ, ես խելոք 4 թաթանի կենդանի էի, չէ, հետո սողուն դառավ։ Եվան ասում դե դու չթողիր, որ այդ օձի միջոցով սատանան խոսեր, ես էլ միամիտ գառնուկ էի, բարին չարից չէի զանազանում։ Եվ ինչ արինում էսպես ամեք իրենց արդարացնելով Աստծուն են հանցավոր անում։ Դրա համար ամենաառաջինը դասը ես եմ մեղավոր, իմ նման մեղավոր չկա։ Դե Ահարոն ասում, դե բերին, ես էլ քցի, էլ չասում նստավ քանդակեց, հորտի պատկեր տվեց, քցի կրաղնու έλավ էդ հորտ։ Բա, սենց իրան շինվավ էդի։ Հասկանում եք ամեն մեկը փոխանակ իր Դավիթի նման իրանց մեղքն ընդունեն ու խորը սղճան, մեղքը թեթևացնում են, բայց ես ինչ եմ օրել, ես ժողովուրդն օրավ ընձի։ Բայց Մովսեսն ասում այս ինչ արեցիր,
Քանի Մովսեսն տեն էր ոչ ոք ռիսկ չէր անում, ուրեմն ղեկավարից շատ բան ա կախված։ Հոտը կգնա սրբության, թե կգնա պղտության եւ կռապաշտության։ Եվ ժողովուրդը լսեց այս խոսքը եւ Սուքարին եւ ոչ մեկ իր զարդն իր վրա չդրավ, որովհետեւ Եհովան ասել էր Մովսեսին. ասիր Իսրայելի որդիներին, դուք մի խստապարանոց ժողովուրդ եք, եթե մեկ րոպե ձեր մեջ վեր գնալու լինեմ, ձեզ բնաջինջ կանեմ, խփելու եմ։ Եվ հիմա ձեր վրայից ձեր զարդերը վեր առեք ու շադիր։ Ստեմա մեծ լուսաբանություն կա, հեսա, որ խայտարակ են ելնելու կռապաշտ աղանդավորները, որ իրանց մեջ բացարձակ Աստված չկա, որ Աստված լինի կզարկա իրանց։ Պարզ ասում է, եթե մեկ րոպե ձեր մեջ վեր գնալու լինեմ, ձեզ բնաջինջ կանեմ։ Եվ հիմա ձեր վրայից ձեր զարդերը վեր առեք, որ իմանա մտուց հետո, թե ձեզ ինչ պիտի անեմ։ Իսկ եթե դու զարդարված եք վեր, դու բնաջնջման շեմին եք բոլորդ։ Հանեք դրանից հետո որ գամ, եթե եկա կզարկեմ սաղիդ, որ գամ հլը տեսնեմ վիրն եմ ձեր միջից ողորմում, ամեն։ Եթե մեկ րոպե ձեր մեջ վեր գնալու լինեմ, ձեզ բնաջինջ կանեմ, եւ հիմա ձեր վրայից ձեր զարդերը վեր առեք, բոլոր զարդերը, որ իմանամ, թե ձեզ ինչ պիտի անեմ, եւ Իսրայելի որդիքը իրենց զարդերը հանեցին Քորեբ սարի մոտ։ Դե դու չանի։ Սա մի զարդ չմնա, մնա շեմ գալու։ Եվ Մովսեսը պարտադրեց, եւ բոլորը իրենց զարդերը հանեցին։ Հիմա ասո ժողովուրդ, ինչու է սորա հովիվները այդպես բաներ չեն անում, հա? Ինչու իրա զարդարանքը չեն ստիպում, թե հովիվները հանեն, թե իրասկիներն անեն, թե աղջիկերքը, թե հոտը, որտեվ իրանք սիրում են իրանց մարմինը, որտեվ իրանք Բաբելոնի անառակի ոգին ունեն կռապաշտ, Եզաբելի ոգին ունեն պոռնիկ եւ կռապաշտ, ամեն։ Դրա համար էլ իրանք չեն քարոզի սենց ուղիղ համարներ։ Սենց ուղիղ համարներ շատ կա։ Հիմա ընթերցում է Մովսե 2:13 եւ 8:4-ը, որ պարզ ասում է, որ դուք կռապաշտներ եք կուրքեր կրելով, ամեն։ Հիմա Մովսե 2:13-ն եմ ընթերցում, ժողովուրդ մեկնելու բան էլ չկա։ Այնքան պարզ է գրած, թե կուրք կրողը ով է։ Եվ նրան պիտի պատժեմ Բաղիմների օրերի համար, որոնց նախունք էր ծխում նրանց եւ զարդարվում էր օղերով։ Օղերը որտեղ են գցում, քթներին, ականջներին։ Ես այդ երկու տեղը գիտեմ։ Եվ նրան պիտի պատժեմ Բաղիմների օրերի համար, որոնցում նախունք էր ծխում նրանց եւ զարդարվում էր օղերով եւ պաճուճանքով։ Ոսկյա զարդերա գրուկ ուրիշ թարգմանության մեջ։ Եվ զարդարվում էր օղերով եւ պաճուճանքով։ Գրեք ոսկյա զարդերով ուրիշ թարգմանության մեջ տենց։ Պաճուճանքով։ Եվ իր հոմանիների ետևից գնում էր եւ ինձ մոռացել էր, ասում է Տերը, ամեն։ Հիմա մտեք Ռոմի եկեղեցին տեսեք, պապի մատանիով, թագերի բրիանդիս քարերը նայեք, եկեղեցիները նայեք, դրանց վզնոցները, դրանց ցեփերը, դրանց գավազանները։ Դե Բաբելոնի անառակն է եւ այդպես պարտադրում է իր ենթակա բոլոր եկեղեցիները, որ գոնե եթե իրասպես չեն կարում, չունեն հնարավորություն զուգվել զարդարվել, գոնե կիները վզնոցներ կրեն, դորը դոշերը բացեն, խաչերը մտցնեն արանքը, ականջողները զանգուլները կոխեն, բանով չտարբերվեն Բաբելոնի անառակի եկեղեցուց։ Ամեն։ Իսկ երկնքի եկեղեցին պիտի լինի սուրբ եւ անարատ։ Ոչ մի կուրբ պիտի չունենա, ոչ հովիվը, ոչ իր կինը, ոչ իր զավակները, եւ նույն սերմով պիտի սերվեն բոլոր հոտի ժողովուրդ, ամեն, մեկ հոտ, մեկ հովիվ։ Ինչ հովիվն է, այն կլինի հոտը, ինչ հագնում է հովվի կինը, ինչ կրում է հովվի կինը, ուզա չուզա հոտը կրելու է։
Դրա համար հովիվները պետք է պատրաստվեն, իրենց ընտանիքների խելքի բերեն, պատասխանատու ժամանակ, սարկավակ ժամանակ, ավակ սարկավակ ժամանակ, նոր որ իրեն նշանակա հոգին, հովիվ, ամեն, որտեղ մանուկը, որ գալիս է եկեղեցին, նա չի ասկնում Հիսուսն ինչա արե, ինչա քարոզ է, նա տեսնում է հովիկինը ինչ անում, հովիվը ինչ անում, ուրեմն Հիսուսն է տարե, ամեն, նորեք ժամանակ, Եդ մեծանում է, նոր համոզվում է, իրոք իրա հովիվը հովվապետի նման է, իրոք իրա կինը հովվապետի դաստիարակած քույրիկների նման է, թե անբարոյական է, կրքերի գերի իրան բացելով խելք նետում է դրա համար, ամեն, բայց մանուկ ժամանակ նա չի ասկնում, որտեղ իրա դուրն է գալում, որ իր կինը իրեն բաց է, ես լավ է, որ հովից կինը բաց է, ուրեմն իմ կինն էլ կարա բացի, բայց որ տեսնում է հովիկին երեխեքը պարկեշտ առակչին են, եսի երևի մեղ կա, եղբայր կա հովին չկարում, մոտ կրա օգնականին, բա ինչ է, նա իմ կինն էլ ատենց, ես էլ գիտեի կարանք բացենք ստե, չէ, ստե հակառակնա, ներագնա, պտի պակվենք, աշխարհն էր բացում, ստե պտի պակենք, աշխարհն էր պրտվում, շպարվում, Հեզաբելի նման չէ, ստե պտի մնանք բնական, աշխարհն էր բնական եղունները տաշմշում արծվաքիթը դնում, չէ, ստե պտի մնա կլորիկ բնական, անփայլը, խամրած է էլի բնականի փայլը, նա ավելի փառակ է, տեսեք, սաղ փառակերտ, ճոխ, ըսկի տեսեր եք ասունը ձևափոխեն, ավելի կեշշին են, թեկուս ասու համար դա տգեղա, բայց ավելի փելփլուն, փառակերտ, գունագեղ, Այդ ԼԳԲՏ-ների այդ մազերի գույները նայեք, պատկերացնում եք սատանան ատես տարբեր գույներ սիրում, Աստված բնական, ներդաշնակ, ամեն, իսկ սատանան գալիս է, որ հակառակ գործն անի, հիմա տեսեք 8-րդ գլխի 4-րդ խոսքում ինչ ասում, ժողովուրդ ինչքան խոսեմ, նույն բանն եմ ասելու տարբեր գրքերից, չի կարա սուրբ գրքում մետեղ ուրիշ բան լինի, հին ուխտում ուրիշ, նորում ուրիշ, Եթե մի բանը քեզ իրարու հակառակ է թվում, դրա երկուսի կամ դրանցից մեկի իմաստը ճիշտ չես հասկացել, քո մարդկային դիվային մտքերով ես հասկացել, ամեն, նրանք թագավորներ դրեցին, սա վերաբերվում է հավատացյալ Իսրայելին, նրանք թագավորներ դրեցին, բայց ոչ թե ինձանից, ինքնագլուխին ջուզեցին արեցին, ում հավանեցին նրանք կարգեցին թագավոր, Իշխաններ դրին, բայց ես չիմացա, բայց մեր մոտը տես չէ, Տերը բերում է, Տերը պատրաստում է, մենք ընտրում ենք, քննություն են հանձնում, իրոք ամբողջ եկեղեցին տեսնում, հավանում է, նոր այդ գործին, ասում է ժամանակավոր դրեք, իրասկիների հետ թող փորձվեն, Ետքը եթե անմեղադրելի կգտնվեն սարկավագները, պատասխանատուները, թող նոր իսկական սարկավագի պաշտոն կատարեն, Հետո կարժանանան ավակ սարկավագի, Արդեն ավակ սարկավագը երեցին հավասարա, մնում է մի հատ օծություն գա ու նա արդեն երեցա, որտև երեցի վարքագծին ավակ սարկավագը արդեն մոտ պիտի լինի, ամեն, որը գրված է Տիմոթեոսի ուղերձում, 3-րդ գլուխ գնացեք բացեք ընթերցեք, երեսների եպիսկոպոսների վարքագիծ, սարկավագների եւ իրա սկիների եւ իրա զավակների վարքագիծ, բացեք ընթերցեք, Սարկավագների համար երեխեքի բանը չկա, որտեղ ընդոնք շատ սայթակումներ կունենան, բայց երեսների համար ավակ սարկավագների համար կա, որ իր երեխեքին պետք է դաստիարակի, չէ, գնա քո նման զավակը չլինի ավելի լավ, ես չեմ գա քո կեղտերի հետևից, բայց եթե սարկավագը նվիրյալ է Տեր իր բոլոր զավակներին, մեկ քիչ մեծացան փառախա բերելու, ամեն, Մինչև այդ ստիպված են մնալու, հետո հասկանալու են ինչա հավատքը ճշմարիտ, իրանց հոր ապագա, ներկան անցյալ ապագան քննելով եւ աշխարհիկներին չէ ասում են մեր հորումոր ճամփեն ուրեմն ճիշտ է, ամեն։ Մենք ենք այդ աշխարհի լկտիությունները սիրելով գնում։ Դրա համար ի սարկավագի համար որդիների, դուստրերի վարքագիծ չկա, ավակ սարկավագի եւ երեցի եպիսկոպոսի համար։ Արդեն պարտադիր է դա։ Որ իմ կնոջից քուրերը օրինակ վեկալեն ինձանից եղբայրները իմ երեխեքից էլ եկեղեցու երեխեք համ է։ Իսկ փոքր երեխեն մինչև 25-28 տարի խակ շրջանա 16-ից մինչև 26-ը։ Թիթիզություն, լոպազություն, չէ, ինչ ասա սիրում են, ճիկ-ճիկ, վիճիկ։ Բայց երբ որ պատիժները կրում են ու դրա վատ հետքերը տեսնում են,
Բայց իր ծնողները հաստատում պետք է մնան, որ ասեն դե տես, մեղքի վարձքը էտա, մեղքի վարձքը մահը, մեղքի վարձքը տառապանքը քաշա, ես քո հետևից գալով չեմ։ Սա ինչ անենք, այդ անառակ զավակին քարկոցիկ թոմերնի, որը լափող ու լակողա, գրված է օրենքի գրքում, ու չի ենթարկվում իր ծնողներին, վերջ։ Ծնողը որդու մեղքի պատասխանը չկրի, որդին էլ իր հոր, ամեն։ Փառավորվի Քրիստոսը, որ տեսնովիդյալ ծնողները տալիս, եւ երեխեն ուզա իր հոր եւ մոր հետևից գալու է, ինչպես Իսահակը գնաց մորթվելու։ Դա Աստված է դնում։ Ու շատերը տեսնելով այդ ընտանիքի վարքագիծ ապաշխարում են։ Ուրեմն նրանք թագավորներ դրեցին, բայց ոչ թե ինձանից, իշխաններ դրին, բայց ես չիմացա իրենց արծաթը ու իրենց ոսկին, դե թոսա իրենց ժեշտը, իրենց երկաթը, չուգունից տրուբաները, չէ՞։ Թանկագին կուրքերին ինչով են զարդարում, ոսկյա եւ արծաթյա զարդերով, մարգարիտներով, մարգարտյա վզնոցներ, նռնակարեր, հարեճտոնք թանկ բաներն իմի, արդեն զիվիլա դարել, մեր օրերին, որ ես եկերի, բանի հատուկ Եվրոպայից նռնակար է սա, մոտի ու թանկ, վեկալում ես կծում էին վզները, դորը դոշիգները բացում էին, որ նռնակարերի սիրուց ընդերանք վայելելին աչքերով, ամեն, ասկի տեսել եք մեկը ոսկի ցեպը կցի ու սարոշտին կոշկի մինչև վերջ, զատո այդ բացումա, որ այդ ցեպը տեսնեն, բայց մեկի չել ուրիշ տեղերը տեսնեն, ամեն, նպատակ ա դա, նպատակ, հիմի նռնակարի սիրահարը նռնակարը կտեսնի, կրքի սիրահարն էլ ուրիշ տեղերը կտեսնի, ամեն, հիմի հասկացաք սատանի խապկանքը ձեզ, խաչը, խաչի սիրահարը այդ ոսկո խաչով չի կա հավատքի, բայց հաստատ քո սիրահարը քո այդ տեղերի մար գգա քո մոտ, եղավ դրա մար փակ պահեք, իսկ որ փագեցիք էլ չեք ուզեն որևիցե բան կրեք, ամեն, հետակ $10,000 տակ ցեպկցեք սվիտրի տակը մոնգակ, դուք հաստատ հոգեիվանդի անուն կվաստակեք, ճիշտ է, դե լոբի ցեպին, լեն ցեպը կցում ես, որ մարդը տեսնի, թե դու ինչ հնարավորություն ունես ու ինչ փառահեղ ես, բարձա, էդի ես ինչ ասում եմ հոգիով, բոլորդ ասում եք այո և ամեն հավանական ամեցամաստությունը, որտեղ հատուկ նպատակով եք էդի դու անում, հիմա տեսեք իրենց արծաթը, իրենց ոսկին, իրենց համար կուրքեր շինեցին, որպիսի բնաջինջ լինեն, ոնց հետ կուր շինում, կծում են վզները ման են գալիս, բլազուկը կծում են ցույց տալով ման են գալիս ամեն, եթե մի բանը քո մարմնին պետք չի, դու էդի անում ես, դու փառքի դմար ես անում, դա կուրք է, ուրեմն պետք է հրաժարվես դրանից։ Կներեք ժողովուրդ ջան, Երեմիա 4:30-ը իրոք անտեսելի ընթերցել եմ, բայց կարդամ էդի կարևոր համարը։ Երեմիա 4:30 նոր գնանք նոր կտակարան, ամեն։ Եվ դու ինչ պիտի անես, ով ավերակացած, որ դու ծիրանիներ ես հագնում, չէ, փառահեղ, և քեզ ոսկյա զարդերով զարդարում, չկա, մորդ որով այնիշ չի ելետ, քթիտ օղագները, ականջիտ օղերը, վզնոցները, ապարանջանները, չէ, թևի բլազուկները, վերջը, ասկի տեսել եք ալումինից բլազուկ կապեն, մրեն դոշերը, ալումինը մուրա տալիս, չէ, ասկի արծաթը չեն ուզում, ինչա գրամը 200 դրամ, ես դրա համար կապեմ, ես կեն թանկանոց ոսկին ունենամ, որ խնամոց ցույց տամ, ես չեզնից հարուստ ու փառակերտ եմ, փառավոր եմ, խնամիս է շիշեղեն առավ, ես ենի պտի առնեմ, ենի առավ, իմ բաժակը ոսկես ու այ ձեր տունը շինվի, հասկացանք, դու ասուն ցույց տվեք, սրբերին ծառայեցրեք, ամեն։ Հիմա թե, և դու ինչ պիտի անես, ով ավերակացած, որ ծիրանիներ ես հագնում և քեզ ոսկի զարդերով զարդարում, որ լայն բաց ես անում ծառույրոտ քսված աչքերդ, զարդարանք ծառույր դրած Հեզաբելի աչքեր, կամ Բաբելոնի անառակի աչքեր, զուր ես քեզ գեղեցկացնում, հովանիքդ քեզ մերժեցին, հոգիտ են ուզում, թո մեկ ասի, որ ես ծառույրը դնում եմ, անճոռնիանալու համար եմ դնում,
որին թշիկները գունաթափվել են ներկում եմ, ուզում եմ շատ անճոռնի երևամ աշխարհում։ Ոչ, որ ես այդ զուսկեղենները կրում եմ, ուզում եմ տհաճ երևամ, դրա համար եմ կրում։ $100,000 կծախսեն, որ գեշ երևան աշխարհի մեջ։ Դու գերեսկանալու համար ես անում։ Հիմա Երեմիայի բերանից Տիրոջ օգին ասում է. զուր ես քեզ գերեսկացնում, հոմանիքդ մերժեցին օգիտ են ուզում, ամեն, թե դևերը խափելով դժոխք են տանում։ Փշրվեք եւ մի ձեզի գերեսկացրեք։ Ես չեմ ասում փնթիելեք։ Տարական հիգիենայի կանոններ մի պահեք, մի լողացեք, մի մաքրվեք, անուշահոտ դուխիներ կամ շամպույներ կամ սապոններ մի օգտագործեք, ծայրահեղությունից էսի ուրիշ ծայր, հա կա շամպույն, որ իրականից անպիտան է։ Դու կարաս Տիրոջով ընտրես, որ մեկն է քո մազերին հարմար, որ չի թափում, վերջը։ Ես լսեցի ու անձամբ գիտեմ էլ, որ շամպույներ կան, որ մարդը դա օգտագործում է, իր մեջ կրքեր է եռում, ինքեդի զգում է։ Էդի կա հատուկ դիվային տեխնոլոգիաներով սարքած շամպույներ։ Դու կարաս էդի զանազանես ու հրաժարվես, բայց այս կրելը, զուգվելը, զարդարվելը արտաքին կերպարանքը հատուկ նպատակով է։ Դու էդի անում ես, որպեսզի դու փառավոր երևաս, որպեսզի քեզի շատ տղամարդու աչքեր նայի կամ շատ կիներ նայեն քեզի։ Նույնը տղամարդը ասեն, ես չեմ մենակ կիներին, բայց կիները շատ փառասեր են էլի։ Կիներն են մեծամասամբ այդպիսի բաների շատ նվիրյալ։ Հիմա եկան նոր կտակարան, Առաջի Տիմոթեոս 2:9, Առաջի Պետրոս 3:3 եւ Հայտնություն 17:4։ Հուսով եմ կհասցնեմ եւ կավարտեմ։ Հիմա տեսեք, կիների հագուկապն ու պարկեշտությունը եկեղեցում։ Նույնպես ալ կիները վայելու հագուստով։ Երբեք վայելու հագուստը ոչ բացնա, ոչ մեր մարմնի վրա ցանցակերպ շուրեր հագածնա, ոչ էլ ցածրն ու վիրևը գրգռիչ տեղերը բացածնա։ Բոլոր ասորնվիրյալ զավակները կասեն, որ պարկեշտ կնոջ հագուստը փակ հագուստն է, վերև ցածր փակ, թուլոլիկ, ոչ թափանցիկ, ոչ էլ մարմինը ցուցադրող լայկրայի շորեր։ Թուլոլիկ։ Մի քրոջ ասում է, սա քիչ է մնում, մեշոկը քաշեմ, գլխիս ման, այ մեշոկի նման թուլոլիկ շորերն է։ Աստվածա հաճոն ամեն, չեմ ասում 3 մեշոկ լինի, որ իր քատ քեզնից մտնի մեջ էտելա, էլի գայթակղություն, փլփլ վիճակ, որ շատ չլղվի քո մարմնին, մարմնիդ գծերը ներքնաշորիդ կարերը ցույց տա, դրանք էլ են ազդում կրքոտ երիտասարդների վրա։ Ուրեմն չմանրանամ էլի, որ մարդը հակառակվել ուզի, ինչքան խոսեմ կհակառակվի, բայց մարդը, որ ասո վախունի, կասա այո եւ ամեն, ով իրականից էս կյանքի մարդա ու գոնե քիչ շատ երիտասարդների հետ շփվել է։ Նույնպես ալ կիները վայելու հագուստով, ամոթ խածությամբ եւ պարկեշտությամբ, ինքսինք զարդարեն ոչ թե յուսվածքներով, մազերին յուսվածք պիտի չլա։ Ես չեմ գրեսի, մազերի յուսքերով։ Ու մի հատ քուրունինք իրականից ասում է, ես ճիշտ ասած, որ ասեցի դա սատանայի ուզածն է, հաստատ ես մի հատ այտենց յուսվածքի ձև գիտեի ինտերնետից էի տեսել։ Ասում այս գալիս էր, ես գլխի մասից ու գնում էր դրագոն էր անը, դրագոնի պոչ էր դառնում։ Իրոք որ ցույց տվեց մաքուր վիշապի պոչ, մնում էր մի հատ ծերին խայթիշ տներ։ Ու ասես որ ճպստեր մտներ այդ մարդու գլուխ ու կմեռներ։ Իրոք դրագոնի պոչ էր համարվում այդ յուսվածքի ձևը։ Իսկ կնոջ մազերը քողի պես պիտի փռած լինի կամ մեշքի կամ կրծքի ու մեշքի վրա, վերջ։ Կամ բերիքցի դեմը սիրուն կրծքի վրան, կամ հետևը, կամ էլ կուրծքի ու հետևի մասում փռած լինի։ Լավագույն դեպքում նա բրոշկա որ խանգարում է խփի վիրևը, ոչ ոսկուց, ու փռի մեշքիդ վրա, որ քո մազերը գաղած սարում փռված այծերի հոտի նման Երևան։ Ամեն։ Ու կուզեմ որ շատ երիտասարդ փռեն իրականից ինչպես որ այծերի հոտնա փռվում սարերին։ Երկոցից գնացեք հարսի գեղեցկությունը գովաբանող թեմաները կարդացեք։ Ես ասել եմ երկոցի սերտողությունը։ Գերմանիա գնալուց գալուց հետո կշարունակենք, ամեն։ Տեր Հիսուսը փառավորվի։ Ուրեմն նույնպես ալ կիները վայրուչ հագուստով,
ամոթխածությամբ ու պարկեշտությամբ ինքսինք զարդարեն ոչ թե հյուսվածներով, մի խոսքով ասում է չզարդարեն ոչ թե հյուսվածներով, կամ չզարդարեն հյուսվածներով, կամ ոսկիով, Տիմոթեոսը ասում է ոսկի, անգամ նշանադրության մատանին պիտի երկար չմնա քո մատին։ Ամուսնացած գիտում են խոսքի իմ կողակիցնովը հերիքա։ Երբեք այսքան ժամանակ իմ կրոջը մեկը հարցում չարե։ Ոչ էլ իմ տիրոջ մոտ պսակադրած որևիցե կրոջ, որ ոսկյա կալիցո չունի իր մատին։ Եղավ, դրանով խաբում են, որ նշանադրության մատանին դնում են, որ հարցում չանեն։ Ես էլ մեկին ասեցի 80 տարեկան պարվինել են հարցում անում, որ բռլյանները դրերա։ Խնդում է։ Բեդ պարավն ընչադրը, քանի հարցում արող երիտասարդակաց է մոտ գցետ 80 տարեկան պարավ տատին։ Չէ որ եթե ստատին տենում են հովիկինեսի կարելի է դրել, այլն դու չես կար ասեսան։ Գասան չի քոնունա դա թե իմը կեբատ, հա? Գինը թոհանի ես էլ անեն։ Հասկանում եք դրանով սատանան մտնում է եկեղեցի։ Քիչ խմորա, մեկ է դերու է սաղ խմորվան, արդեն մատանին դարավ վզնոցը ականջով։ Հեկուս քտները կծակեն արդեն։ Ուրեմն, նույնպես ալ կիները վայլուչ հակուստով, ամոթխածությամբ ու պարկեշտությամբ, ինքսինք զարդարեն ոչ թե հյուսվածքներով, կամ ոսկիով, կամ մարգարիտներով, տեսեք ստե նռնակարեր, մարգարիտ, սուտակ, եսի շեշտում է, որ դու նպատակով թանկ առեք ցերես վիզը։ Բիժին տելյա էր ինչ էր տելյա ասում, չեմ էլ իմանում թամամանա, տանքերս ես գլկլալ էին մեծ չտեսավարի գցում են, տանքել աղբամ արեք։ Դա օտարա, կապ չունի չէ նվեր ընտվե հեժանա թանք, մորդ որով այնիշ չես բերը, մորդ որով այնիս որ դուրս ես եկել, զարդերը վրետ չի էլ է։ Կամ ոսկիով, կամ մարգարիտներով, կամ մեծածախ սանդերսներով, հապա բարի գործերով ինչպես կվայել է աստվածապաշտությանը հանձն առածքիներին, ամեն, ըտես չի, աստվածապաշտ կինեսա Պետրոսի թուղթը տեսեք ինչ ասում, հեզությունով այրերին հնազանդվելով են զարդարվել, չեմ ասում այրերի դիվային ուսմունքներին, այրերի սխալ խրատներին, այրերի բարի խրատներին պարտավոր է իր կինը լսի, հնազանդվի, որ ոմանք էլ ասում է քո վարքը տենալով ապաշխարեն, ամեն, սիրելի քույրս։ Իմի երրորդ Պետրոս, առաջի Պետրոս երրորդ գլուխ 1-3 ընթերցեմ, որ միտք հասկանա։ Նույնպես ալ կիները հնազանդ պետք է լան իրենց այրերուն, որպեսզի եթե ոմանք խոսքին հնազանդ չլան, առանց խոսքի շահվին իրենց կիների վարվելակերպը տեսնելով, ամեն, այ ասեն կենդանիա քո Քրիստոսը, ես էլ եմ գալիս տարայելու։ Տեսնելով անոնց երկյուղած ու պարկեշտ վարքը, հասանք հարցի բուն թեմային։ Ձեր զարդարանքները, տեսեք, ձեր զարդարանքը թող չլադրսեն էլի մազերու հյուսվածքներով, երկու տեղ խոսում է սրա մասին նոր կտակարանում։ Ուրեմն սա կարևոր բան է, թե Պողոս է Թանոսած վարդապետ, թե Պետրոս է Լիաների վարդապետ։ Մազերի հյուսվածքներով ու ոսկիներու շարքերով։ Ոսկիներս դե։ Էսի վեկալում են ասում են ոսկիներ չէ, մի հատ մատանի է, բայց Տիմոթեոսը ոսկուն էլ ադեմ, Սուրբ Գիրքը ամբողջ ոսկիներին դեմ է։ Հյուսվածքներով, ոսկիներու շարքերով, կամ շքեղ անդերսներ ակներով, շքեղը որ մոդայիկ, բացող, հետևը ցույց է տալում, դեմը ցույց է տալում, դոշերը ցույց է տալում, տևատակերը ցույց է տալում, նպատակով մատել լեսես հայելու մոտ բացում ես դերս այդ գլգլիջ լխտիկ տեղերը լավերում է որ լավ գրավես։ Այն բաները որ տղամարդին հաճելի է դու պետք է փակես։ Իսկ դու որ հայելու մոտ այդ տեղերն ես ուսումնասիրում որ լավ դսես բացես մի քիչ խորերև է, սլակաձև շորերով 100%-ով դու շնացող ես, 100%-ով դու ուրիշի տղամարդուն գերող ես, նպատակով էլ անում ես, աչքերով, մարմնով, որ խլվլալեն են մունչկեցող մաքուպես խապես տանես այդ գարնուկին։ Եղավ, դու քո այրի կոմից սեր չես տանում, ուզում ես ուրիշի տղամարդկանց ուշադրություն գրավես քո վրա, սլակաձև շորերով, պրարեխդ մինչև որդ է բացելով, Էլ չեմ ուզում ամարանամ, ինձանից լավ դու գիտեք, որտև դու եք էտի
Շնչում, արտաշնչում, շրջում, արտաշնչում, այսպես լավ է, իրան էլ խոսում եք են կայափայի նման, հայելու դեմը զուգվելուց, իսկ այդ զուգվելու զարդարվելու ժամանակ հլը մի հատ մտածեք եսի ումը մարեկանում, որ Քրիստոսս մեղ չտենային վրեն ես պարկեշ լինեմ, թուլի, կարակինի, միայն իմ պեսան, միայն իմ կողակցին դուր կամ, չէ ես սիրում եմ ես շարը պտի ակնեմ, թաղեմ ես էլ ոտում եմ այդ բացսալակաձև շուրերը, որ ուղորդում են մարդու խելքը մինչև ես իմ խորքերը, եղավ սլակաձև շորերը չարիք են կիների համար, քիպ շորերը սլակը ուղորդող, ցանկությունը ուղորդող հանդերցա, ընտրեք թուլուլիկ կլոր վզերով երկար պատմուճանատիպ շորեր, ամեն, և դա ամենաճիշնա, ամենահոգևորին հարի շորնա, չգիտեմ իս ձև կա, իմ պատմուճանից լավ բան կա, փառավորվի Քրիստոսը, հիմա տեսեք, ձեր զարդարանքները թող չլան, դրսեն մազերի հյուսվածներով, ոսկիներու շարքերով, կամ շքեղ հանդերձները, չեմ ասում դու սիրուն հանդերձ, պարկեշ տակի շքեղը, մոդայիկը նկատ ունի, բաստ ու ցանցակերպը, լղզե, որ քո մարմնի գծերը ցույց է տալում, հանդերձներով, հապա սրտի ծածուկ մարդը, անեղծությունով հեզ ու հանդարտ, հոգի զարդը թողլա, որ Աստծո առջև խիստ պատվական է, էլ չեմ գնում կիների վարքագիծի մեջ մենք խոսել ենք այդ թեմաները, պետք է նորից կխոսենք, ես չեմ ուզում թեմայի շեղվենք ու թեման մի թեմայից ուրիշի գնա, ամեն, հիմա տեսեք ժողովուրդ ինչի մի համարում գրված չի, որ էդի կարելի է, ես տասնյակ սենց համարներ եմ ընթերցում և ամենակարևորը մենք պիտի Բաբելոնի պոռնիկի ուզածին հակառակը հագնենք ու անենք, ամեն, Բաբելոնի անառակը ինչ անում է, մենք դա պիտի ատենք և դրանից զզվենք և ուշադիր տեսեք Բաբելոնի անառակի մասին, որը հենց Ռոմն է ներկայացնում, Ռոմի պապի և իրա հետ նստող ելնողների հագուկապը նայեք, իրա զարդարանքները նայեք, դրանց եկեղեցիները նայեք ու այդ եկեղեցիների 90%-ը շինվել են մասոնների կողմից, ամեն արձանիկներով, զարդերով ու զարդարանքներով և աշխարհի մեջ Ռոմի եկեղեցու շատ զարդարված, թանկագին զարդերով զարդարված եկեղեցի չկա, ու որ Բաբելոնի անառակի վարքագիծը կարդում ենք, տեսնում ենք շորերի գույնն էլ է համապատասխանում ստեղ գրված այս պոռնիկի գույներին, ամեն, բայց էդու մասին մենք խոսել ենք սերտողություններում, բայց մի կետի վրա եմ ուզում կենտրոնանամ 18-րդ գլուխ, որը համարը արդեն գրել եք, հայտնություն 17-4-ը և 18-ից կընթերցեմ ու կտեսնեք, կինը ծիրանի և կարմիր հագած էր, տեսեք, եսի ինչեր հագած, ինչեր կնում իրա վրա, զարդարված էր ոսկիով, բայց դուք ուշադիր, հələ որ գնում եք 12-րդ գլխի կինն եք կարդում, էդի կարդամ եսի հարսնա, տեսեք եսի տենց էր զարդարված, կինը արևմը հագած էր, լուսինը ձգած իր ոտքերու տակ և իր գլխի վրա 12 աստղե պսակ կար, էլ ուրիշ բան չկար, էդ էլ գիտեք իշնա, 12 ցեղերը, բայց հələ տեսեք ես Բաբելոնի անառակը ոնց էր, իսկական եկեղեցու քույրերն այսպես պիտի զարդարվեն և եղբայրները, հոգևոր բաներով, ըստ մարմնավոր զարդարանք չկար այս կնոջ վրա, բայց տեսեք Բաբելոնի անառակի զարդարանքը ու վերջում իրա պատիժը, կինը ծիրանի ու կարմիր հագած էր, զարդարված էր ոսկիով ու պատվական քարերով և մարգարիտներով և իր ձեռքին ոսկե գավաթ ուներ պղծությունով ու իր պոռնկության անմաքրություններով լեցուն, տեսեք լրիվ այլանդակ ներսը կրքերով եռում է, ինչպես ազատ եկեղեցիներն են տենց, եթե տես չնեն բեմերի վրա չեն մերկանա ու կաբլուկներով գոլյաթ լինի, կրենքի վրան էլ սենց հետևը ժխշի, ես մի հովի կնոջ քարոս տեսա կանած կոնֆերանսեր անում, միկրավեսս կրենքի վրան սենց հետևն էլ խաղեր ատանում, լավատել է եղբայրներ չկային, բայց այդ սերմը ցանում է կաբլուկների բոյը նայեք, մինի յուբկեն նայեք, դոշերը գրգռիչ տեղերը բաց ու կոնֆերանսա, ողբամ քո կոնֆերանսի վրա, էդ ինչ կոնֆերանս, ասում տեսեք ադամին մուսկուլներով զագարացա հելուկ, տեսի կրքերա չի երցնում կիների մեջ, հեծավ ասում ձին ու թրավ ծարերի վրայով, ու ես անխելտներն էլ ամեն, այ անխելտ ծննդոցումը տես պանակը լուկ զագարից ադամի,
կամ մուսկուլներից կամ ձյան վրա հեսնելուց ու ծառերի վրա թռնելուց։ Իմ ժողովուրդը գիտություն չունենալու պատճառով կորուստ է հետում։ Մի հատ հələ լսեք ինչ ասում, նորասեք ամեն ողբամ ձեր անգրագետ վրա։ Այ հենց սատանան եւ վարսկան հովիվները ընտրում են անգրագետ մարդկանց։ Անգրագետ մարդիկ հեշտ կառավարվելի են։ Կիրթ Աստծո հոգով լեցվածները չեն կառավարվի վարսկանների կողմից, այլ վարսկանների հետ անբարո կրքեր ունեցող կիների կողմից։ Հիմա տեսեք է զարդարված կուրթերով լեցուն անառակ եկեղեցին ինչ կստանա։ 18-ի 6-ից եմ ընթերցում։ Այն գավաթը, որ ինքը լեցուց, կրկնակին լեցուցեք իրեն, որչափ որ փառավորեց զինք, փառավորվելու մարեն չէ սաղարե, որքան որ փառավորեց զինք, ու զեղությամբ այդ մեղքի զեղությամբ ապրեցավ, անչափ էլ տանջանք ու սուկ հատուցանեք դրան։ Դե թողսեր այնքան էլ օրհնություն ու զորություն հատուցանեք նրան։ Հիմա եթե ուզում եք Բաբելոնի պոռնիկի դադաստանին արժանանաք, հագեք նրա նման, կուրքեր կրեք, ձեր վերև ցածրը բացեք, հարբեք այդ պոռնկության շրության ոգիներով կստանաք սուքն ու ցավը։ Իսկ եթե ուզում եք Աստծո օրհնությունը վայելեք ու փրկությունը ստանաք, հագեք 12-րդ գլխի կնոջ նման։ Նա չուներ զարդարանք, նրա զարդարանքը գլխի 12 աստղե պսակներ, դա խորհուրդն ունի, որ 12 ցեղերն են խորհրդանշում, այդ կինը հղի էր ու հայտնության 7-րդ գլխի հղիացածներն էին, որ 12-րդ գլխում ծնում են ու հափշտակվում Աստծո մոտ։ Բա ինչու դե գրված չի այդ անմաքրության գավաթի մասին, ոսկիների, մարգարիտների զարդարանքի մասին, չի կարա Աստծո ուզած հարսը աշխարհի պղծություններով եւ կռապաշտական այդ կուրքերով զարդարված լինի։ Դե մի հատ հարց տվեք, նայեք աշխարհին իմիգվա ու սուրբերի հագուկապին ու զարդարանքին, ո՞րն է Աստվածահաճոն։ Աշխարհը թե սուրբ գիրքը։ Ուրեմն աշխարհը ինչ անում է, դու դրա հակառակը պետք է անես, եթե չի արել Հիսուսը։ Սա չի բերա, ասում է դե աշխարհը հաց է ուտում, դու մի կե։ Ախեր, կարաքյալերն են հացքերը։ Այո, մենք աշխարհի նման էլ պետք է հացը չուտենք։ Աշխարհն ապրում է ուտելու համար, մենք պիտի ուտենք ապրելու համար, եւ այդ ուտելու ժամանակ էլ քարոզենք մեր կողը նստածներին, ամեն։ Այդ ուտելու process-ն էլ պիտի մենք անենք առիթ վկայության։ Բարձա։ Չգնանք ծայրահեղությունից ծայրահեղության, վայ, Պողոսը կարգա քշե, էշուցիա քշե, դգնա դու էլ ուխտ քշի։ Անխել, որ իմի ուխտի բաններ ցենտրներ, որ անգարց այդ ուխտի ոտներ մշավես, ինչ արեմ այդ զազարավոր կիլոմետրը քշելուց։ Չկա ուխտի խադարիք չկա, անխելտներ, ես բերեք մի գացեք ծայրահեղություն, նախանձից որ Աստված մեզի օրհնել է, առանց գրանցումի մենք Տիրոջ օրհնությունով իրանցից լավ մեքենաներ ենք քշում եւ իրանցից լավ մեր ընտանիքները պահում ենք, ինչը Մատթեոս 6-ում գրված է, որ երկինքի արքայության համար կյանք դրողը Սողոմոնից լավ կապրի երկրի վրա, իրանք նախանձից չարախոսում են, բայց Աստված ցեզի խելք է տվել, մի հատ էլ նայեք այդ ձեր հովավի հակառակությունը իրոք ճիշտ է։ Իրոք ճիշտ է թերագնատում, այսօր մեր ընդդիմության նման կարևորը կեղտ գտնեն։ Հասկանում եք, կանգնենք աղոթքի, սիրելի Աստծո ժողովուրդ։ Աղոթքի եւ թո այս թեման իրականից այսօր ավարտեցինք մեր եկեղեցու շեղումների թեմա այդ երկրորդ վարդապետական գրքի 8-րդ կետը։ Այսքանով ավարտվավ։ 9-ից կսկսենք հավանականա մի քանի օր հետո, երբ ետ վերադառնանք կամ երևի ինձ զայնագրենք ու ճանապարհենք, ամեն։ Տերը օրհնի, աղոթք կանենք եւ այս վարդապետական սյուները թող ձեր բոլորի մեջ հիմք դառնա դրվի, ես կլնեմ, թե չեմ լինի, այս գրքերը կան, Սուրբ Գիրքը կա, վարդապետությունը կա, ինտերնետում դրած ամեն ինչը կա, չի կարա, տեսեք 25 տարի ես մնացել եմ նույն հիմքերի վրա եւ հիմա առողջ քայլում եմ, ամեն։ 25-30 տարի պահողտերը 5 տարի էլ կպահի եւ կխորաստի սրբությունը։ Իրոք մարդը կարա երեք այսօր եւ ավիտյան նույն վարդապետությամբ քայլի, ամեն։ Ինչքան էլ աշխարհը փոփոխություններ կրի, ինչքան էլ աշխարհը մեր կանա կամ կուրքերով զարդարվի, մենք պիտի մնանք անփոփոխ։ Բոլոր դարի սրբերը տենց են էլ
բղծված աշխարհից տարբեր, ոչ թե վատացեք, որ դու տարբեր եք ու ձեզի ուրիշ աչքով են նայում, ցնծացեք, ուրախացեք, ուրեմն ձեր մեջ տարբեր հոգի կա։ Նրանց ոգիա ձերը երկնքին նմանվելու ու երկնքի սրբերին ու սրբուհիներին նմանվելու հոգի։ Ամեն։ Փառք ես կանչելի Հայր, փառք ես գովելի Տեր, պատիվ մեծություն, օրհնություն, փառաբանություն քեզ ով տերերի Տեր, թագավորների թագավոր։ Շնորհակալ ենք քեզանից այս պատգամի համար։ Զզվանք դիր Տեր Աստվածս աշխարհի հանդեպ, որ որևիցե բանով մենք չնմանվենք աշխարհին, եւ սատանան մեզ ցույց չտա, թե իրականից նման ենք աշխարհին, Հիսուս ջան։ Չգնա ու չբամբասի մեզանից, եւ նաեւ ամենակարևորը Տեր, ամեն տեսակի կուրքերից զերծ պահիր մեզ։ Մեր կուրքը թող դառնա միայն քո գիրքն ու աղոթքը, քո սուրբ օրենքները դառնան մեր սրտի գանձը, քո աստվածավախությունը դառնա եւ մենք ժամանակը ծախու առնելով միայն քեզ նվիրենք Հիսուս ջան։ Զերծ պահիր եկեղեցին աշխարհիկությունից։ Աշխարհը սիրողը հորը թշնամի է։ Աշխարհը սիրողը Տեր Աստվածս մարմնավոր հավատացյալ է եւ նա չի կարող երկին գնալ։ Դրա համար էլ Տեր եկեղեցու յուրաքանչյուր անդամի վերափոխի, նոր արարած դարձրու, հինը հանե այդ կրքոտ, այդ լկտի կրքերի մեջ թավալված հին մարդը հանե ու սրբության սիրահար նոր մարդը հագցուր։ Փառք ես կանչելի Հայր, փառավորվիր ու մեծարվիր այրավիտենության որդուդ Հիսուսի անունով, ամեն։